Ճանապարհային ոստիկանության սրբության սրբոցն է, կողմնակի անձանց մուտքն արգելված է, մեզ համար բացառություն է արվում։ Հենց այստեղ է ծնվում թվերի ու տառերի համադրությունը, հերթականից մինչև այսպես կոչված գոլդ համարանիշները։ Կարճ ժամանակ անց տպագրական այս հատուկ սարքերը նոր նմուշի համարանիշներ են թողարկելու։ Կառավարությունը որոշել է փոփոխել արտաքին տեսքն ու որոշ դեպքերում նաև չափերը։ Նպատակը ավելի ընթեռնելի տառեր ու թվեր համապատասխանեցում միջազգային չափանիշներին։ Ավելացվելու են Հայաստանի Հանրապետության դրոշի ուրվապատկերը, մասնավորապես համապատասխանաբար մասերում ավելացվելու է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Այսպես վարվում են գրեթե բոլոր երկրներում, պարզաբանում է Արման Չիրինգարյանը։ Հասարակական պահանջարկ էլ կա։ Վարորդները ինքնակամ են դրոշ ավելացնում, ինչը ստանդարտի խախտում է ու ենթակա վարչական պատասխանատվության։ Հաջորդ փոփոխությունը դա երկար համարանիշերում այս հատկացվող տառերի չափն է մեծացվում եւ համապատասխանեցվում է թվերի չափերին։ Սա ըստ ճանապարհային ոստիկանների ավելի ընթեռնելի կդարձնի համարանիշը, կնվազեն չբացահայտված պատահարներն ու հանցագործությունները։ Փոխվելու են նաև որոշ տառերի գրելաձևերը։ Խոսքը լատինատառ Q, O, C, D տառերի եւ դրանց ու 0 թվի համադրության մասին է։ Յուրաքանչյուր տառ եւ թիվ ունենում է որոշակի, այսպես ասենք, անհատականացնող միջոց, օրինակ 0-ի վրա կիրառվում է որոշակի կտրվածք եւ դա հնարավորություն է տալիս նրան տարբերել տարից։ D-ի վրա օգտագործվում է ուրիշ գրելատեսակը, ենթադրում է, որ դեպի ետ դուրս են գալիս այս գծերը մի քիչ հետ են դուրս գալիս եւ հնարավորություն է տալիս այն տարբերել 0-ից։ Q-ն օգտագործվում է նորից որոշակի կտրվածքով եւ մի քիչ ավելի քառակուսի տեսքով, քան ներկայիս գրելատեսակն է։ Նոր նմուշի համարանիշները դեռևս թողարկված չեն։ Եթե դիմենք գրաֆիկական մոդելավորման օգնությանը, ապա պետ համարանիշը մոտավորապես այս տեսքն է ունենալու։ Իսկ 0 թիվը, D եւ Q տառերը այս։ Բացի այդ, մեծացվելու են քառակուսի համարանիշների վահանակների չափերը։ Մոտոցիկլետների դեպքում ընդհակառակը։ Փոքրացվում է չափը, եթե մեր համարանիշի չափը մեծ է եւ կիրառվում է այս հատվածում, դիմացից օդի շարժումը եւ երթևեկում է տրանսպորտային միջոցը, համարանիշը որոշակի ճկման է ենթարկվում։ Իսկ երբ չափը փոքրացվում է մոտավորապես 8 սանտիմետրով, այդ դեպքում արդեն դիմադրողականությունը փոքրանում է։ Նոր կարգով երկար համարանիշներ կունենան նաեւ կցորդները։ Մինչեւ այժմ դրանց համարանիշները միայն քառակուսի էին։ Թե երբ նոր տիպի համարանիշներ կտեսնենք փողոցներում, հստակ ժամկետ սահմանված չէ։ Ներկայումս արկա հին, այսպես ասենք, վահանակների սպառումից հետո նոր կսկսվեն հատկացվել նոր տեսակի վահանակները։ Իդեպ ծախսերի մասին ճանապարհային ոստիկանությունում հիշեցնում են, գործող համարանիշը նորով փոխարինելը պարտադիր չէ։ Այսինքն համարանիշների փոխանակումն իրականացվելու է աստիճանաբար, հաջորդաբար հաշվառման գործողություններ կատարելու ժամանակ, այսինքն երբ որ դուք կատարում եք ձեր տրանսպորտային միջոցը, հաջորդ սեփականատերը արդեն իսկ կստանա, քանի որ ինքը միևնույնն է վճարելու է համարանիշի համար, այդ նույն համարանիշի համար վճարելով կստանա արդեն նոր տեսակի վահանակներ։ Իհարկե, վարորդը կարող է գործողը իր ցանկությամբ փոխարինել նոր նմուշի համարանիշով։ Ավտոմեքենաների համարանիշի պետ տուրքը 12000 դրամ է, մոտոցիկլետներինը 6000։ Գնային փոփոխություն չկա։ Արկադի Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։